Ես գիտեմ այն օրը, երբ որ ես վերածվել եմ Հայաստանի Հանրապետության լիարժեք վարչապետի եւ այդ կետից սկսած մինչեւ օրս գործում եմ բացառապես այդ տրամաբանությամբ։ Դա 2022 թվականի հոկտեմբերի 6-ն է, երբ որ ես դարձել եմ Հայաստանի Հանրապետության առաջին ղեկավարը, ով ճանաչել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Եկեք մեր ընդդիմությունը այս օրը եւ այս փաստը եւ նույնիսկ Հայաստանի սահմաններից դուրս օգտագործում են այն տրամաբանությամբ, որ ես առաջին ղեկավարն եմ, ով ճանաչել է Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի կազմում եւ ով ճանաչել է այդ տրամաբանությամբ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Եվ սա շատ կարևոր եւ շրջադարձային պահ է, որովհետեւ իրականում եւ խորքային քաղաքական իմաստով եւ առարկայորեն ես ասում եմ մենք հիշենք այդ պահը։ Այդ մի ժամանակներ էր, երբ որ մենք արձանագրեցինք, որ նույնիսկ մեր ամենամոտ գործընկերները փաստորեն, եւ դա երևաց, դա ոչ թե տեսական թեզ էր, այլ պրակտիկ նշանակություն ունեցող միջավայր եւ իրավիճակ, երբ որ մեր նույնիսկ ամենամոտ երկրները մեր երկրի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը չեն ճանաչում։ Եվ սա մեզ համար շատ սթափեցնող մի բան էր։ Հենց այդ պահին էր, որ մենք ինքներս մեզ ստիպված էինք հարց տալ, բայց մի րոպե, մենք ինքներս Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք, որ մի հատ էլ ուրիշներից ենք նեղանում, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը չեն ճանաչում։ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին ես ճանաչել եմ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, հասկանալով, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը պարփակված է հարևանների տարածքային ամբողջականությամբ։